Եթերում հեռանկարն է։ Իրանի շուրջ զարգացումները շարունակում են լարված պահել տարածաշրջանը։ Արաբական երկրները վերաիմաստավորում են իրենց քաղաքական հաշվարկները։ Այս եւ այլ հարցեր քննարկենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Մինչ քննարկումը ծավալվել է, փորձենք ամփոփ ներկայացնել ինչ է կատարվում հիմա Իրանում։ Շնորհակալ եմ, դե ընթանում է պատերազմ։ Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչպեսին կարող է լինել Իրանի եւ Միացյալ Նահանգների, Իրանի եւ Իսրայելի միջև, այսինքն հաշվի առնելով այն ուրեմն աշխարհագրական իրողությունները, որ չկա ընդհանուր սահման, եւ նաեւ իհարկե ռազմական եւ ռազմաքաղաքական ներկայությունը Միացյալ Նահանգների տարածաշրջանում, այսինքն քանի որ ընդհանուր սահման չկա, հիմնականում աշխատում է օդային Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեպքում օդուժն է աշխատում, ուրեմն հրթիռային համակարգերն են աշխատում, զուգակցված իհարկե հետախուզության հետ, իսկ Իրանի պարագայում հիմնականում աշխատում են էլի հեռահար խոցման ուրեմն տարբեր զինատեսակներ եւ որպես թիրախ ընտրվում են Իսրայելի տարածքը, որքանով որ հնարավոր է եւ Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, դրանք ընդ որում ոչ միայն ռազմական ներկայությունը, այսինքն տարբեր երկրներում եղած ռազմաբազաները, իսկ այդպիսիք պարսկացիարաբական գրեթե բոլոր երկրներում կան եւ հաստատի նաեւ դիվանագիտական ներկայացությունները Միացյալ Նահանգների եւս խոցվում են Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների դեսպանատունը եւս դարձել է թիրախ։ Այսինքն հնարավորությունների սահմաններում կողմերը փորձում են թիրախավորել բոլոր հնարավոր ուղղություններով, որտեղ նույն Միացյալ Նահանգները եւ Իսրայելն էլ փորձում են ամբողջովին գետնին հավասարեցնել Իրանի ռազմական ներուժը, հատկապես հրթիռային համակարգերը, ինչպես պահեստները, այնպես էլ արձակման համակարգերը, ԻՀՊԿ-ի եւ բանակի անգամ ոստիկանության եւ սահմանապահ ուժերի կարողությունները եւ նաեւ ցամաքային տարբեր անվտանգային ուժերի, հատկապես Բասիջի, որը շատ մեծ կարողություններ ունի ներքին բողոքի գործողությունները ծրելու հարցում, հա նրանց ենթակառուցվածքները։ Այսինքն այս օրերի ընթացքում այսինքն նույն տրամաբանությամբ, որը կարելի է կանխատեսել այս պատերազմի դեպքում։ Այն ծավալը, որ տեղի ունեցավ հարձակման, խոսում է այն մասին, որ բանակցություններին զուգահեռ նաև սա պլանավորվել է։ Այդ դեպքում ինչին էին ծառայում բանակցությունները։ Բանակցությունները ծառայում են այդ ժամանակի քողը ստեղծելուն, այսինքն անհրաժեշտ է ժամանակ, որովհետեւ կողմերը նախապատրաստվեին պատերազմին, ընդ որում երկու կողմն էլ հասկանում են, որ պատերազմ լինելու, այնպես չէ որ Իրանում չէին հասկանում, որովհետեւ երբ որ տեսնում ենք նախապատրաստվածությունը, մենք տեսեք ավելի տեսանելի է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեպքում, երբ որ հատկապես Միացյալ Նահանգների դեպքում մեծ ծավալի սպառազինություններ են տեղափոխում տարածաշրջան բավականաչափ այսպես ակտիվ կերպով համալրվում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաները, Իսրայելն էր ուրեմն համալրում իր հատկապես հոբ համակարգերը նախապատրաստելով գրոին, դրան զուգահեռ նաև Իրանի ներսում ենք տեսնում այդ նախապատրաստությունը, այսինքն եւ դա ոչ միայն ռազմական առումով էր, այլ նաև քաղաքական առումով, որտեղ նրանք շատ լավ հասկանում են, որ հիմնական թիրախ լինելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց սկսած գերագույն հոգևոր առաջնորդից, ինչև տեղ ունեցավ եւ դրա հետ միասին շատ լավ հասկանում են կողմերի նպատակները, այսինքն հակառակորդի նպատակը որն է եւ քաղաքական մակարդակում համակարգային առումով պատրաստում են ուրեմն այդ գործողությանը դիմագրավելուն։ Այնպես որ մենք տեսնում ենք ես միշտ հենց այսպես էլ պատկերացրել եմ պատերազմը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ, հիմա ականատես ենք լինում դրան, այսինքն այդ ժամանակահատվածը ինքը ծառայել է հենց նախապատրաստական գործողություններին։ Այսպես ասեմ, կար անակնկալ մի հանգամանք իմ գնահատմամբ այս պատերազմը լինելու էր ոչ թե 2026 թվականի ընթացքում, այլ 27 թվականի սկզբին հենց։ Ինչու՞, որովհետև 26 թվականը ինքը ընտրական տարի է թե Իսրայելում եւ թե Միացյալ Նահանգներում եւ հետեւաբար կողմերը ավելի պետք է ներգրաված լինեն սեփական ներքաղաքական process-ներ, բայց քանի որ Իրանի ներսում որոշակի առով անակնկալ կերպով 25-ի տարեվերջին սկսվեցին բողոքի գործողություններ եւ հետո 26-ի հենց սկզբին
Իրանի հատուկ ծառայությունները շատ բավականաչափ բիրտ կերպով ճնշեցին այդ գործողությունները, հասարակական դժգոհությունը Իրանում բավականաչափ բարձր մակարդակի ասավ։ Իսկ սա շատ կարևոր ցուցիչ է, որովհետև եթե նկատել եք, շատ քիչ է խոսվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների մասին։ Այսինքն ցամաքային գործողությունների տրամաբանության մեջ հնարավոր ուրեմն քայլերը եւ այդ գործողությունները պետք է իրականացվեն հենց Իրանի ներսում հասարակական տարբեր ուրեմն շերտերի կողմից։ Սա է պատճառը, որ այդ առիթը եւ այդ ժողովրդական ցասումը, որ կար, այդ ժամանակահատվածը հենց ամենապատեհն էր այս արտաքին միջամտությունը իրականացնելու համար։ Հիմա արդյոք քաղաքացիական օբյեկտին հարված հասցնելը այդ հաշվարկին չի խանգարել, օրինակ դպրոցը տարրական։ Բնականաբար ցանկացած պատերազմի ժամանակ նման շեղումներ լինում են։ Իհարկե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեպքում ավելի հազվադեպ է, որովհետեւ նրանց ուրեմն զենքերը սպառազինությունը բավականաչափ հատկապես հեռահար սպառազինությունը բավականաչափ այսպես դիպուկ է, բայց միշտ լինում է եւ իհարկե ունենում է նաեւ բացասական հետևանք, բայց այսպես ասեմ, սցենարը հենց այդպիսին է եղել, սկսված եւ 2025 թվականի պատերազմը ինչու դադարեցվեց, որովհետեւ Իսրայելը շատ լավ հասկացավ եւ նաեւ Միացյալ Նահանգները, որ այն արտաքին ագրեսիան, որ կար, հարձակումը, դա ճիշտ է ինքը որոշակի առումով ռազմավարական խնդիրներ լուծեց, այսինքն միջուկային օբյեկտներ, տարբեր էլի հրթիռային համակարգեր, էլի սպառազինությունների տարբեր պահեստներ շարքից դուրս եկան, բայց որպեսզի խնդիրը ամբողջովին լուծվի, իսկ նպատակը, վերջնանպատակը Իրանի հակառակորդների Իրանում կրոնապետական վարչակարգի փոփոխությունն է, որպեսզի այդ խնդիրը լուծվի, դրա համար պետք է նաև ներքին ներուժ, Իրանի ներսում աջակցություն, իսկ այդ աջակցությունը չկար, որովհետև այդ ժամանակ հատկապես Իսրայելի գործողությունները հանգեցրել են հասարակական մեծ կոնսոլիդացիայի։ Դրա համար եմ նշում, որ 2026 թվականի մեկնարկին արդեն իշխանությունների գործողությունները տարբեր տվյալներով նույն իրանական կողմը խոսում է 3-4 հազարի մասին, բայց դա անգամ տվյալներ կա, որ 3 տասնյակ հազար մոտավորապես մարդ է զոհվել ներքին այդ բողոքի գործողությունների ուրեմն ցրելու ընթացքում սա հասարակական շատ մեծ ցասում էր առաջացել եւ այս վերջին 1-2 ամիսների ընթացքում որքան նաեւ խոսում էի Իրանում իմ ընկերների հետ իրենց մոտ ակնկալիքն այնպեսին է որ մենք հասկացանք որ այլևս մեր ուժերով չենք կարող այստեղ իշխանություն փոխել եւ որպեսզի այդ իշխանությունը փոխվի պետք է լինի արտաքին աջակցություն, ընդ որում ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները այսպես են նշում, իսկ արդեն իշխանություններին հարող ընկերներս էլ իրենց մոտ էլ կար անհանգստություն, որ իրենք շատ լավ հասկանում են, որ եկել է այդ X պահը եւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը վստահաբար կօգտագործեն դա եւ այդ հարձակումը տեղի կունենա, ինչի ականատեսն մենք եղանք։ Այսինքն, եթե ամփոփելով նշեմ, այս պահին շատ մեծ հավանականություն կա, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո հասարակական տարբեր ուրեմն շրջանակներ կակտիվանա եւ երկրի ներսում կսկսվեն բողոքի գործողություններ ուղղված հենց վարչակարգի հեռացմանը։ Պարոն Պետրոսյան, արդյոք Իրանի ներսում կա, այսպես ասեմ, մրցակցային առավելություն ունեցող որևէ քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ, որին կարող է Միացյալ Նահանգները եւ Իսրայելը համարել, որ այ իրենց հետ կարելի է աշխատել եւ իրենք կարող են լինել։ Չկա եւ հենց իրանական համակարգի տարբերությունն էլ մյուս այլ երկրներից տարբերում է դրան, որ հենց Իրանի ներսում չկա նման ուժ, նման համակարգ, որի հետ աշխատելով փորձ կարվի հեռացնել իշխանությունը եւ երկրում ուրեմն պահպանել կամ հնարավոր լինել կառավարելի պահել երկիրը։ Սա ամենաբարդ խնդիրն է, որին ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգների դեպքում հատկապես այս խնդիրը եղել է ամենակարևոր գործոններից մեկը, որը անընդհատ այսպես խոչընդոտել է այս գործողության իրականացմանը։ Այսինքն ես միշտ այսպես եմ ներկայացել, այսինքն չունեն դեռևս կրոնապետական համակարգի ավարտից հետո հաջորդ օրվա սցենարը։ Սա չկա։ Սա է պատճառը, որ փորձ է արվում բանակցել եւ փորձ է արվում կարծես թե պայմանավորվել համակարգի ներսում առանձին անձանց հետ, տարբեր անձանց անուններ են պատտվում, անգամ նախագահ Փեզեշքյանի անունն է պատտվել եւ իհարկե երկրից դուրս կա ուրեմն Ռեզա Փահլավին, այո, բայց նա էլ չունի անհրաժեշտ ազդեցություն եւ իհարկե աջակցություն
երկրի ներսում, նրա աջակիցները ավելի շատ երկրից դուրս են, հա։ Այստեղ է կարևոր խնդիրը եւ նաեւ հատկապես որտեղ Իսրայելի դեպքում շահերը այս հետ պատերազման Իրանում բոլորին այլ է լինելու, Իսրայելը ձգտելու է, որպեսզի երկիրը հնարավորինս շարունակի մնալ քաոսի մեջ։ Միացյալ Նահանգների համար շատ կարևոր, որպեսզի Իրանում իրավիճակը ավելի կառավարելի լինի, որովհետև Իրանի կառավարելի լինելու հանգամանքը ոչ միայն Միացյալ Նահանգներից շահերից բխող եւ նաեւ քաղաքականությունից բխող անհրաժեշտություն է, այլ նաեւ նման պահանջ է դրվում Միացյալ Նահանգների առջև Իրանի հարևան եւ Միացյալ Նահանգների դաշնակից գործընկեր երկրների կողմից։ Նույն Թուրքիայի համար է շատ կարևոր, որպեսզի կայուն լինի արաբական երկրների եւ ինչու ոչ նաեւ հարավային Կովկասի համար է շատ կարևոր, որ հարաբերությամբ լինի կայուն Իրան։ Մենք դեռ հարավային Կովկասին կանդրադառնանք, տարածաշրջանն ամբողջությամբ կարծես ներգրավված է բացառությամբ մի քանի երկրների։ Արդյոք սա տարածաշրջանի համակարգային փոփոխություն է, թե սահմանափակ լարվածություն, այսպես ասած։ Տարածաշրջանի համակարգային փոփոխություն կարող են գնահատել ուժային հավասարակշռության փոփոխության տեսանկյունից, իսկ դա ակնհայտ կա։ Այսինքն Իրանը, որը բավականաչափ տասնամյակներ շարունակ, հա, 80-ական թվականներից սկսած տարածաշրջանում շատ կարևոր ազդեցիկ ուժ է եղել, հավասարակշռող ուժ մի կողմից արաբական, հատկապես պարսիցոցի արաբական երկրներին, հավասարակշռող ուժ Իսրայելին, ինչու ոչ նաև Թուրքիային։ Հիմա փաստացի այս խաղացողի հնարավորությունները էականորեն թուլանում են։ Ինչպիսի ավարտ ունենա պատերազմը, անգամ եթե համակարգը կարողանա պահպանել, հա։ Մենք այլևս գործ չենք ունենալու այն Իրանի հետ, որը կար անգամ մինչև 2025 թվականի հունիսը, հա, մենք գործ ենք ունենալ բոլոր այն այլ Իրանի հետ, որի ազդեցությունը էականորեն թուլացած է։ Եվ այստեղ բնականաբար ուժային հավասարակշռությունը եւ տարածաշրջանային ազդեցությունը էականորեն փոխում է հօգուտ Իսրայելի։ Սա ամենակարևոր մտավախությունն է այս պահին հատկապես Թուրքիայի համար եւ որոշակի առումով նաեւ արաբական այն երկրների համար, որոնք ձգտում են գերակայության տարածաշրջանում կամ կոնե մրցակցային ազդեցության, հատկապես խոսքը Սաուդյան Արաբիայի մասին։ Այս պայմաններում սրանով է նաեւ պայմանավորված, որ Թուրքիան բավականաչափ զգուշավոր է գործում եւ փորձում է ազդել Միացյալ Նահանգների քայլերի վրա, գործողությունների վրա, որպեսզի հնարավորինս հերրու պահել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իսրայելի ազդեցությունից, որը բարդ գործ է, բայց դա շատ կարևոր հանգամանք է Թուրքիայի հետագա հետաքրքրությունների հաշվի առնելով։ Մեր վերջին հարցը բնականաբար մեզ է վերաբերում։ Եթե Իրանը նույնը չի լինելու, ում առնչվելու ենք, ինչպիսի ազդեցություն է ունենալու մեզ վրա եւ մեր դեպքում ինչպիսին պիտի լինեն հաշվարկները քայլերի։ Դե ամենաբարդ հարցն է, որն այս պարագայում դեռևս ինքս էլ չեմ կարողանում պատկերացնել, որովհետև դեռևս չկա հստակ պատկեր, թե ինչպիսին է լինելու Իրանը եւ նաեւ տարածաշրջանը այս պատերազմից հետո, որովհետև դեռևս չկան հստակ հաշվարկներ, թե որքան էլ տևելու է այս պատերազմը, որովհետև այս պայմաններությամբ նկատվում է, որ կողմերը մինչև վերջ տրամադրված են յուրաքանչյուրի վերջնապատակի հետևից գնալու։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետության հաշվարկներն էլ եւ գործողություններն էլ պետք է լինեն ըստ իրավիճակի։ Այս պարագային մինչ այս եղած արձագանքները, որոնք բավականաչափ հավասարակշռված էին, զուսպ էին, բայց նաեւ փորձում էին հաշվի առնել հակամարտ երկու կողմերի շահերն ու ուրեմն ակնկալիքներն էլ կարծում եմ այս գիծը պետք է շարունակվի։ Այնուամենայնիվ, տեսեք, եթե համեմատեմ, իսկ շատ կարևոր համեմատություն ես ուզում եմ անել։ 2025 թվականի հունիսյան պատերազմի ժամանակ Հայաստանի դիրքորոշումն ավելի միանշանակ էր եւ սա շատ կոնկրետ բացատրություն ունի, որովհետեւ 2025 թվականի օգոստոսից հետո բավականաչափ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Բարձրացել է Միացյալ Նահանգների նշանակությունը Հայաստանի համար, որպես ռազմավարական գործընկեր, որպես տնտեսական գործընկեր եւ ինչու ոչ նաեւ նրա հետ համագործակցությունը որպես Հայաստանի Հանրապետության անվտանգային ուրեմն միջավայրի ներկա ուրեմն իրողությունների երաշխիք եւ այս պարագայում այդ հավասարակշռությունը չպահպանելը Հայաստանի համար մեծագույն սխալ կլինի։ Իսկ մինչ այս եղած արձագանքները կրկնում եմ, որ այս դրամաբանության մեջ են եւ հետագա ուրեմն գործողություններն էլ պետք է փորձեն չխախտել այս հավասարակշռությունը, որ ներկայում կա, որքան էլ ես հասկանում, որ իրանական կողմից ակնկալիքները մի փոքր այլ են, բայց նույն իրանական կողմից պետք է հասկանա, որ
տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են եղել, բովանդակային փոփոխություններ են եղել եւ այստեղ Միացյալ Նահանգների ազդեցությունը բավականաչափ կարեւոր է եւ հատկապես հաշվի առնելով այսօր աշխարհում Միացյալ Նահանգների տեղն ու դերը տարբեր խնդիրների լուծման հարցում շատ բարձ մի օրինակ բերեմ, տեսեք ինչ տեղ ունեցավ Վենեսուելայում, ինչ տեղ ունեցավ, ինչ է տեղնում Իրանում։ Պատկերացնում եք օրինակի համար ես ինչ եմ այս օրինակը նշում, հատկապես որպես ուղերձ ակնարկ Հայաստանի այն հարևանների նկատմամբ, որոնք կարող են կասկածի տակ դնել Միացյալ Նահանգների շահերը եւ ներկայությունը մեր տարածաշրջանում եւ նրա տված երաշխիքները դիցուք Հայաստանի հետ տարբեր ոլորտներում, հատկապես TRIP-ի հետ կապված համագործակցության մասով։ Այսօր այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է հաշվարկվեն նաեւ Հայաստանի քաղաքական ուղերձներն ու արձագանքները տեղ ունեցողի հետ կապված։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, հիշեցնեմ իմ զրուցակիցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն էր։